Ամեն բանի ժամանակը կա, ծնվելու ժամանակը և մեռնելու ժամանակը, քարերը նետելու ժամանակը և քարերը հավաքելու ժամանակը, այս մասին խոսում է Սողոմոնի իմաստունը։ Եվ իրապես ամեն բան իր ժամանակը ունի, բայց արդյոք այդպես է, որ բոլորս մեր ժամանակը ունենք, ապրելու և մեռնելու ժամանակը, այսինքն երբ որ ժամանակը լրացավ, մենք մահանալու ենք, անկախ նրանից որտեղ ենք գտնվում, ապահով է թե ապահով չէ։ Այսինքն ճակատագիր գրված է, ճիշտ է թե չէ։ Իրականում Աստվածաշնչում, երբ որ նայում ենք, տեսնում ենք, որ Քրիստոսին էլ, երբ որ ուզում էին բռնեին, որպեսզի նրան վնասեին, Քրիստոսն ասում էր՝ իմ ժամանակը դեռ չի եկել։ Այսինքն ես իմ ժամանակը ունեմ հստակ։ Այսինքն սա ցույց է տալիս, որ ժամանակը իրոք կա։ Բայց արդյոք ժամանակ հասկացողություն գոյություն ունի։ Անցյալ, ներկա, ապագա։ Իրականում Օգոստինոս Երանելին այս առումով ասում էր. Աստված իմ, որքան մարդիկ մենք եւ մեր հայրերը անցել ենք քո ներկայով, այդ ժամանակը չի անցնում, այդ մենք ենք անցնում։ Այսինքն մենք ենք գալիս եւ գնում, բայց Աստված միշտ ներկայում է, ներկան է։ Նախ ինքը Աստված ժամանակից դուրս է։ Կարող ենք ազդել մենք մեր ժամանակի վրա, այսինքն երկարացնել այդ ժամանակը կամ կարճացնել։ Իրականում եթե մարդուն օրինակ 75 տարի է տրված ապրելու, բայց եթե ինքը անընդհատ սխալ ապրելակերպ է վարում, դրանով կարող է ինքը կարճացնել իր կյանքը։ Այսինքն ավելի կարճացնել, քիչ ապրել։ Նույն ձև հակառակը կարող է երկարացնել։ Ամեն ինչ ժամանակավոր է, մի կողմից ուրախացնում է, մի կողմից տխրեցնում։ Որ լավ օրերդ անցնելու են, դա տխրեցնում է, բայց նաև որ վատ օրերդ են անցնելու, դա եւս ուրախացնում է մեզ։ Ժամանակի ֆենոմենը շատ հետաքրքիր է։ Հաճախ շատերի ժամանակը, երբ որ լրանում է, երբ որ արդեն պետք է մահանան, Աստծուն խնդրում են, որ խնդրում են երկարացրու մեր ժամանակը, բայց միայն քչերն են, որ ընդունում են ուղղակի, որ ժամանակը եկել է, ես պատրաստ եմ։ Անկախ նրանից մարդը ապրել է 100 տարի, 30 տարի, 200 տարի, կապ չունի։ Մարդը միշտ ցանկանում է ապրել ավելի շատ, երկար ու ելի երկար։ Մահվան փաստի հետ հաշվի չի նստում։ Իսկ ինչը կարող է օգնել մարդուն, որ նա ընդունի, որ մահկանացու է, որ ժամանակավոր է այս կյանքը։ Կապ չունի 10 տարի կապրես, 20 տարի, 30, թե 50 տարի, թե 60 տարի։ Այդ բոլորը միակնթարթ են հավիտենականության շեմին։ Իրականում մենք էլ որ նայենք մեր կյանքը, միակնթարթի պես անցել է։ Ճիշտ է, շատ դեպքեր են եղել, ուրախ բայեր, տխուր բայեր, բայց միակնթարթ է տևել այդ բոլորը։ Ու բոլորս ցանկանում ենք իրապես լիարժեք եւ լեցուն կյանքով երկար ապրել, որակյալ, երբ որ մեր ժամանակը գա, մենք ընկնենք, որ օքեյ, ժամանակը եկել է։ Բայց ուզում եմ մի առակ պատմեմ ձեզ։ Մի անգամ գյուղերից մեկով անցնելուց իմաստունը տեսնում է, որ այնտեղ գերեզմանակարերին գրած է 5 տարի 4 ամիս, կամ 4 տարի 6 ամիս, 3 տարի, ու նայում է, որ այսքան մանուկներ են մահացել։ Գնում է այդ գյուղի ծերերից մեկին հարցնում, ասում է, այսքան են այսքան մանուկներ մահացել ձեզ մոտ։ Այդ ծերը պատասխանում է, որ մեր մոտ այդքան մանուկներ չեն մահացել։ Մեր գյուղում ավանդույթ կա։ Մարդիկ օրագիր ունեն եւ իրենց օրագրում գրում են իրենց ապրած լավ օրերը։ Եվ երբ որ մահանում են, վերցնում ենք, բացում եւ հաշվում ենք այդ բոլոր լավ օրերը, որ նա գրել է։ Այսինքն նա կարող է 75 տարի ապրել, բայց իրապես երջանիկ եւ լավ ապրել 4 տարի կամ 3 տարի։ Այն որ իրապես ապրված պահերը այդքան լինեն նրա։ Այդ պատճառով ես բոլորից ցանկանում եմ, որ մեր կյանքի այդ լեցուն պահերը շատ լինեն։ Այնքան շատ լինեն, որ երբ որ ժամանակը լրանա, մենք պատրաստ լինենք ուղղակի հեռանալու։ Ու չկարչենք անդադ ասենք էլի ու էլի։